Նախագահի 8 թեկնածուներից 6-ը իրենց նախընտրական ծրագրերում ըստ էության տնտեսական ոլորտի մասին ոչինչ չեն ասում, կարծում է տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը։ Նրա կարծիքով Սերժ Սարգսյանի ծրագիրը առանձնանում է բացառիկ անկեղծությամբ։ Սերժ Սարգսյանի ամբողջ ծրագրում չկա բառակապակցություն, ընդհանրապես տնտեսական մրցակցություն, բառակապակցությունը ընդհանրապես գոյություն չունի, ու դա շատ անկեղծ է Սերժ Սարգսյանի կողմից, ի զարմանս ինձ, որովհետև նախկինում ասում էին տնտեսական մրցակցություն, բայց անում էին բոլորովին ուրիշ բան։ Տնտեսական մեկնաբանի գնահատմամբ Սերժ Սարգսյանի ծրագրին հակադրվում է նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի ընդամենը 100 քայլ մինչև սոցիալական արդարություն ծրագիրը։ Պրոֆեսիոնալ կազմված եւ այնտեղ հեծանիվներ չկան հորինած, դիտարկված է, այսինքն Հրանտ Բագրատյանը տեսնում է տնտեսության զարգացումը այնպիսի սկզբունքներով, որոնցով ժամանակին եւ հիմա զարգանում է առաջադեմ աշխարհը։ Դա տնտեսական մրցակցությունն է։ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ընդհանուր առմամբ է ծանոթացել նախագահի 8 թեկնածուների ծրագրերին եւ եկել այն եզրակացության, որ ֆունդամենտալ մոտեցումները նույնն են։ Բացառություն, ասենք, որոշ կուսակցություններ, ասենք կոմունիստական կուսակցության կամ մի քիչ էլ դաշնակցությունը, սոցիալիստական ուղղություն, այսինքն ռիսկ չկա, որ այս երկիրը կգնա ինչ-որ այլ ուղղությամբ տնտեսական քաղաքականության առումով եւ նաեւ կայունություն է ներշնչում ներդրողներին եւ գործընկերներին։ Իսկ թեկնածուների տնտեսական ծրագրերին ծանոթանալուց հետո նախարարը ում հետ կգերադասեր աշխատել որպես Հայաստանի Հանրապետության նախագահ։ Որպես նախագահ։ Չէ, ինչ այս իրավիճակը լրիվ համապատասխանում է իմ ճաշակներին։ Նախարարի ճաշակին չհամապատասխանող թեկնածուներից Անդրեաս Ղուկասյանը կարծում է, որ աղքատները չպետք է հարուստներին հավասար հարկեր վճարեն։ Ռաֆի Հովհաննիսյանի համար կարևոր է, որպեսզի համաշխարհային շուկայում Հայաստանի Հանրապետության մրցակցային դիրքերը ամրապնդվեն եւ արդյունաբերությունը զարգանա տեղական հումքի վրա։ Արման Մելիքյանը, Պարոյիր Հայրիկյանը, Վարդան Սեթրակյանն ու Արամ Հարությունյանը իրենց նախընտրական ծրագրերում տնտեսությունից առավել այլ ուղղություններ են առաջնային համարել։ Նարին Էրիցյան, Արթուր Ղահրամանյան, Հովսեփ Հովսեփյան, IPF։